Հարաբերությունները կարևոր են, ինչպես կյանքում, այնպես էլ Power BI-ում։ Բարի գալուս Power BI-ի իմ կուրսի 6-րդ դաս։ Այսօր ցանկանում եմ խոսել թեյբլների միջև հարաբերությունների relationship-ի ճիշտ կառուցման մասին, որը ամենահիմնարար քայլերից մեկն է մեր dashboard-ը report-ը պատրաստելուց առաջ։ Եթե այս քայլերը ճիշտ չանենք, հետագայում ունենալու ենք լիքը սխալներ, լիքը էրորներ, որոնք ավելի դժվար են կարողանալու լուծել։ Այդ իսկ պատճառով առաջարկում եմ հենց սկզբից ծանոթանալ սրա հետ, ճիշտ կատարել բոլոր կապերը, այնուհետև անցնել report-ի dashboard-ի կառուցմանը։ Ես ստեղծել եմ dataset-եր, որպեսզի հիմա ներմուծենք Power BI եւ սկսենք միասին ուսումնասիրել կապերի տեսակները եւ սխեմաների տեսակները։ Առանձնացրել եմ Star եւ Snowflake սխեմաները այսօր նայելու համար եւ պատրաստել եմ dataset-եր հենց դրանց համար։ Սկսենք նախ ներմուծենք Power BI dataset-երը, այնուհետև անցնենք կապերը կառուցելուն։ Իմ տվյալները Excel-ում են, հիմա ներմուծեմ։ Առաջին ուսումնասիրենք Star սխեման։ Առանձնացրել եմ 5 հատ dataset Star-ի համար։ Մինչև դատան կներմուծվի, ասեմ, որ ունենք fact եւ dimension table-ներ։ Ինչ են ներկայացնում այս fact եւ dimension table-ները։ Ենթադրենք ունենք մենք տրանզակցիաների վերաբերյալ dataset ու մեր ամեն տրանզակցիան իրենից ներկայացնում է մի գործարք, այսինքն հաճախորդը կատարել է որևէ գնում, դա մեր տրանզակցիան է։ Մեր բոլոր գնումները լցվում են մի dataset-ում, մի table-ում, եւ դա լինում է մեր fact table-ը, այսինքն մեր բոլոր տվյալները այստեղ են։ Dimension table-ները օգտագործվում են մեր այս fact table-ը նկարագրելու համար, այսինքն ենթադրենք մենք ունենք հաճախորդներ, խանութ, ապրանք եւ այլն, այս ամեն մեկը մի կատեգորիա է իրենից ներկայացնում, որը նկարագրում է մեր dataset-ը, իսկ այս ամեն ինչի նկարագրերը մենք պահում ենք dimension table-ներում։ Հիմա ավելի լավ կհասկանաք ինչ եմ ասում։ Գանք ուսումնասիրենք ինչ dataset-եր ունենք։ Առաջինը, ինչպես ասացի, նայենք fact table-ը, իմ table-ը իրականում գեներացված է բնակչության հիման վրա, այսինքն նայում ենք թե որ region-ում, որ տարիքային խմբում, որ սեռին պատկանող քանի բնակիչ ունենք, ինչպես նաև որ ամսաթվին։ Իմ table-ը իրենից դա է ներկայացնում, բայց եթե այստեղ մեր fact table-ը նայենք, կտեսնենք, որ յուրաքանչյուր կատեգորիայի համար մենք ունենք 1-եր, 2-ներ, 3-ներ թվեր, որոնք առաջին հայացքից մեզ ոչինչ չեն ասում։ Միայն այստեղ population count-ն է, որ պահվում է տվյալը այստեղ։ Իսկ արդեն այս ինդեքսները, այս թվերը նկարագրված են իմ dimension table-ներում, ամեն մեկի համար ունեմ առանձին dimension table, օրինակ առաջինը gender-ն է, եթե գանք ստեղ dimension gender, կտեսնենք, որ մեր մեկը նշանակում է male, տղամարդիկ, երկուսը նշանակում է female։ Նույնիսկ ունենք region-ը, այստեղ տեսնում ենք, որ ունենք 1, 2, 3 եւ ամեն մեկը իրենից ներկայացնում է որևէ region։ Date-ի համար ունեմ dimension table, որտեղ իմ ինդեքսը ստեղծված է պարզապես այս ամեն ինչի համակցությունից 2024-01-01, այստեղ ունենք ոչ թե 1-2, այլ ավելի ինտուիտիվ է, թվերը միացված են իրար եւ արդեն հենց ինդեքսին նայելով հասկանում ենք, որ date-ի մասին է խոսքը։ Եվ սա էլ մեր age group-ը, խմբավորումն է, տեսնում ենք, որ մեկը օրինակ համապատասխանում է 0-ից 17 տարիքային խմբին, երկուսը համապատասխանում է 18-ից 34 եւ այսպես շարունակ։ Հիմա եթե նորից գանք իմ fact population-ը, կտեսնենք, որ առաջին region-ի առաջին տարիքային խմբի մեկերը, եթե հիշում եք, մեկը male-ներ, ներկայացնում են իրենցից 5535 հոգի 2024-01-01-ի դրությամբ։ Ինչը համար է մեզ պետք սա data normalization է կոչվում, եւ մենք մեր տվյալները, որպեսզի ամեն անգամ չկրկնենք, այդ մեծ տվյալները բոլոր table-ներում չունենանք, նորմալացնում ենք data-ն եւ ունենում ենք այստեղ միայն իրենց ինդեքսները։ Իսկ իրենց նկարագիրը արդեն պահում ենք dimension table-ներում, ավելի քիչ տեղ է զբաղեցնում, ավելի արագ է աշխատում մեր համակարգը, ուղղակի այստեղ կարևորը ճիշտ կառուցել կապերը։ Կապերը կառուցելու համար այստեղ ունենք model view, modeling-ի հատված, որտեղ էլ պետք է իրականացնենք։ Power BI-ի դեպ բավականին խելացի ծրագիր է եւ երբ որ մենք տվյալները ներմուծում ենք, ինքը ավտոմատ կերպով կառուցում է բոլոր կապերը։ Բայց միշտ չի որ դա կատարվում է ճիշտ, այսինքն մենք պետք է ուշադիր նայենք եւ պետք է հասկանանք կառուցման սխեման։ Դրա համար ես այս պահին կջնջեմ արդեն կառուցված բոլոր կապերը։ Այստեղ եթե սեղմեմ աչք կլիկ եւ պարզապես սեղմեմ delete, yes, կճնջվեն բոլոր կապերը, կամ այստեղ ունենք նաև manage relationships հատվածը, այստեղ եթե նշեմ իմ բոլոր կապերը եւ տամ
delete, միանգամից կջնջվի գործող բոլոր կապերը։ Close։ Վերջ, էլ ոչ մի կապ չունեմ։ Star սխեմայի համար ես պետք է իմ fact population-ը կապեմ բոլոր dimension table-ներին, որպեսզի իրենք նկարագրեն իմ աղյուսակը։ Այսինքն, առաջինը օրինակ սկսենք gender key-ից, պետք է այստեղ իմ ընտրեմ key column-ները, այսինքն այն, որը որ ընդհանուր է համ իմ fact table-ում, համ իմ dimension table-ում, այս դեպքում դա key-ն է։ Իմ key-ն պետք է կապեմ fact population-ի gender key-ի հետ։ Այստեղ ուղղակի կարող ենք բռնել, բերել գցել սրա վրա։ Հիմա այս մասը հասկանանք, ինչ կապի տեսակներ ունենք։ Ունենք one to many, many to one եւ many to many կապեր, ինչ են իրենցից ներկայացնում։ Many to one-ը այն դեպքն է, երբ որ many-ն այն կողմն է, երբ որ մեր տվյալները կրկնվում են բազմաթիվ անգամներ, իսկ one-ը այն կողմն է, որտեղ իմ տվյալները unique են, այսինքն ամեն մեկը հանդիպում է մեկ անգամ։ Եթե նկատեցիք, dimension table-ներում իմ արժեքները չէին կրկնվում, unique էին, քանի որ dimension table-ում ընդհանրապես ասում ենք, որ մեկը male-ն է, երկուսը female-ն է, կրկնության կարիք չունենք։ Իսկ fact population-ում արդեն ունենք բազմաթիվ մեկեր եւ երկուսներ, որովհետեւ տվյալները կրկնվում են եւ դա նորմալ է։ Դրա համար այստեղ մեզ պետք է star առաջին dimension կողմում ունենանք one տեսակը եւ fact population-ում ունենանք many տեսակը, այսինքն կապը կլինի one to many։ Եվ ուղղությունն էլ մեկն է, այսինքն մեր dimension table-ն է ֆիլտրելու մեր fact table-ը։ Սեղմելով save կտեսնեմ, որ կապը կառուցվեց, ուղղությունը այստեղ տեսնում ենք միանգամից, պահում ենք վրան, տեսնում ենք, որ երկու տեղում էլ gender key-ն է ակտիվանում, այսինքն ամեն ինչ ճիշտ է։ Անցնենք հաջորդին, այստեղ կարող ենք age-ը կապել, age group key-ն կապենք այստեղի age group key-ի հետ։ Կապը ստեղծված է, եթե սեղմեմ save, վերջ, ամեն ինչ արված է, այստեղ հաջորդը region-ն է, region key-ն կկապեմ այստեղի region key-ի հետ։ Save։ Եվ ինձ մնաց այստեղ միայն date-ի աղյուսակը, date key-ն կկապեմ այստեղի date key-ի հետ։ Վերջ, save։ Կապերը ստեղծված են, կարծես թե ամեն ինչ ճիշտ է։ Հիմա գամ այստեղ փորձեմ ստեղծել ինչ-որ շատ սովորական տարական որևէ chart, հասկանալու համար արդյոք ճիշտ է աշխատում, թե ճիշտ չի աշխատում։ Վերցնենք ինչ-որ bar chart ու փորձենք հասկանալ, թե որ սերին պատկանող քանի բնակիչ ունենք ընդհանրապես առանց որևէ region-ի կամ տարիքային խմբի կամ date-ի սահմանափակման։ Ընտրենք որպես x-axis, այսինքն ես պետք է ունենամ իմ սեռը, բայց ոչ թե պետք է ունենամ gender key-ն, որտեղ key-ն ընդհանրապես իրենից ներկայացնում էր 1-2, եթե հիշում եք, մի հատ նորից նայենք այստեղ, key-ն այստեղ key-ն իրենից ներկայացնում է 1-2 արժեքները, name-ը ներկայացնում է male, female։ Եթե ես այստեղ ընտրեմ gender key եւ fact population-ից ընտրեմ value-ն, population count-ը, որպես y-axis, կտեսնեմ, որ այստեղ 1-ից ունենք այսքան անձնավորություն, 2-ից այնքան, բայց 1-ը եւ 2-ը իմ աշխատանքային ինդեքսներն են, իրենք user-ին ոչինչ չեն ասի, ոչ մեկ չի հասկանա 1-ը իրենից ինչ է ներկայացնում, 2-ը ինչ է ներկայացնում, դրա համար այստեղ կօգտագործենք gender name-ը։ Արդեն կտեսնենք male-ի եւ female-ի համար կատարված գրաֆիկը։ Այստեղից եթե ակտիվացնենք data labels, կունենանք նաև թվերը եւ հստակ կիմանանք, թե male-ը եւ female-ը ինչքան են կազմում։ Այստեղ կարող ենք անել ցանկացած այլ մանիպուլյացիաներ, օրինակ ուզում ենք տեսնել նաև թե տարիքային խմբերով ոնց են բաշխված, այստեղից կգամ տարիքային խմբերից կընտրեմ age range-ը եւ կօգտագործեմ որպես legend եւ իմ սյունակները կբաժանվեն նաև ըստ տարիքային խմբերի, կտեսնեմ թե որ սեռի, որ տարիքային խմբին պատկանող քանի հոգի կա եւ այլն։ Եվ այս ամեն ինչը իրականում ստացվեց, որովհետեւ մենք ճիշտ ենք կառուցել մեր relationship-երը։ Ստուգելու համար եկեք գանք այստեղ եւ օգտագործել էինք age-ը եւ gender-ը, ուղղակի ապա ակտիվացնեմ այս կապերը, make this relationship active, եթե ես այստեղ սեղմեմ եւ apply changes անեմ, ինքը նայ, կետագծերով է նշանակում է այս կապը ակտիվ չէ։ Նույնն էլ ես կանեմ նաեւ այստեղ, կապը ակտիվացնեմ նաեւ այս կապը,
Հիմա հետ գամ մեր գրաֆիկներին, կտեսնեմ, որ գրաֆիկը չի կառուցվել, ինչու, որովհետև կապերը ակտիվ չեն։ Եվ այստեղ error-ը մեզ նույնիսկ հուշում է, can't determine relationships between the fields, այսինքն չի կարողացել հասկանալ table-ների միջև կապերի առկայությունը։ Հետ կգնամ նորից կվերաակտիվացնեմ կապերը, active, apply changes, նույնը կանեմ նաև այստեղ, apply changes։ Կրկին ստացանք մեր գրաֆիկը։ Սա star սխեմաներ իրենից ներկայացնում, եթե նկատեցիք իր տեսքն է նույնիսկ նման star-ին, դրա համար է կոչվում star, այսինքն ունեն մենք մեկ հիմնական table, մնացած table-ները նկարագրում են այս մեր հիմնական table-ին, բայց որպեսզի ավելի հեշտ լինի, ավելի հարմար լինի աշխատելու համար, պարտադիր չի այստեղ իրեն հենց այս տեսքով կառուցել, կարող ենք սիրուն դասավորել այն հերթականությամբ, որը մեզ համար ավելի ցանկալի է, այստեղ ոչ մի այդպիսի սահմանափակում ամենաշատ խորհուրդ տրվող կառուցվածքն է աշխատելու տեսանկյունից, եթե դատասեթը իհարկե հարմար է այս կառուցվածքը ստանալու համար։